Եթե ներկրված կամ արտահանված օրինակ թարմ պտուղ բանջարեղենը, հացահատիկը, ալյուրը, սերմերը, տնկիները, ծաղիկները վարակված են որևէ վնասատուով, Հայաստանում այն վարակազերծելու հնարավորություն չկա։ Ոչ օրենսդրական կարգավորում կա, ոչ էլ լիցենզավորված կազմակերպություն, որը կարող է վարակազերծում իրականացնել։ Չկար պահանջներ, պայմաններ, չկար հստակություն, թե որ կազմակերպությունը կարող է իրականացնել եւ ամենակարևորը այն վստահությունը, որ ներմուծող երկիրը վստահ լինի իրականացրել է կազմակերպություն, որը ունի լիցենզիա կամ համապատասխանում է կառավարության որոշման չափանիշներին։ Այսինքն, եթե ներկրողի կամ արտահանողի ապրանքի մեջ հայտնաբերվում էր վնասատու օրգանիզմ, նրան առաջարկվում էր երկու տարբերակ՝ կամ ոչնչացնել, կամ վերադարձնել։ Եղել են կազմակերպություններ, ովքեր ֆիզիկապես ի վիճակի են եղել դա իրականացնելու, բայց դա օրենսդրորեն պետք է կարգավորվի։ Կոնկրետ թե ինչ մեթոդով դա պետք է արվի, թե ինչ նյութեր պետք է օգտագործվեն, թե այդ կազմակերպությունը ինչպիսի հագեցվածություն պետք է ունենա, դրանք ամբողջությամբ պետք է օրենսդրորեն կարգավորվի։ Եվ քանի որ չկար օրենսդրական որևէ կարգավորում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որևէ տեղական կազմակերպության իրականացրած վարակազերծումը հիմք չի ընդունել։ Խնդիրը լուծելու է բուսասանիտարիայի մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունը։ Առաջին հերթին կլինեն լիցենզավորված կազմակերպություններ։ Տվյալ կազմակերպությունների տված փաստաթղթերը մեր համար հիմք են լինելու, քանի որ իրանք պետության կողմից լիցենզավորված են։ Լիցենզավորումը նախատեսվում է 5 տարի ժամկետով։ Առաջին լիցենզիայի համար նախատեսված է 30 պատիկի բազային տուրքի 30 պատիկի չափով պետական տուրք, իսկ վերաձևակերպման ժամանակ 20 պատիկի չափով 5 տարի ժամկետով։ Փոփոխությունից հետո վարակված ապրանք հայտնաբերելու դեպքում առաջին քայլը կլինի վարակազերծումը, եթե դա հնարավոր է։ Հետո միայն կթույլատրվի ապրանքը վաճառել։ Խնդրին տնտեսավարողները նախորդ տարի պարբերաբար բախվել են։ Վերջին շրջանում հայկական ծագման բեռների արտահանման ժամանակ ներմուծող երկրի կողմից ի հայտ եկած որոշակի կարանտին վնասակար օրգանիզմների արդյունքում հայկական բեռները կամ ետ են վերադարձվել կամ չեն թույլատրվել հատել սահմանը, որը պայմանավորված է եղել, ինչպես նշեցի, կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմամբ։ Եվ հետևաբար այս խնդիրը կարգավորելու համար էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել էր համապատասխան իրավական կարգավորումներ։ Թվերն ավելի խոսուն են։ 2025-ին ներկրման 49 դեպք է գրանցվել, երբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների մեջ հայտնաբերվել է կարանտին վնասատու օրգանիզմ։ Հայաստանից ապրանքների արտահանման ժամանակ այդպիսի 775 ծանուցում է ստացել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Պաշտոնյաները նշում են, տվյալ փոփոխությունից հետո տնտեսավարողները կկարողանան լուծել խնդիրը։ Բացի այդ, այլ շուկաներ դուրս գալու համար եւս փոփոխությունն անհրաժեշտ է։ Էմմա Վարդանյան, Արամ Հարությունյան, լուրեր։